Ինչն է փչացե։ Մատորն է փչացե, սարքում է։ Սարքել է։ Եփ էլ կոտ Վաղը։ Դա ցավն տայմ, լավ եղեք, ամփորձան։ Դուշ եղեք։ Մեքենայի դետալեր պետք է հասցնել տղերքին, ճանապարհները շատ ցեխոտ են, գարնանը այդ խնդիրը կա, ահավոր դժվար անցանելի են այս լեռնային բարձր տեղերում անտառային ճանապարհները համարյա անանցանելի։ Կարկասու, որ գումարտակը, ոչ միայն գումարտակը, զորամասը համալրվել է բավականին մեծ քանակով շատ լավ մեքենաներով, նոր մեքենաներով, հզոր մեքենաներով, դե մեր նժույթն էլ մեզ ամոթով չթողեց, մի տեսակ փորձարկում էր մեր համար, արդյոք կհասնենք, տղեկին կհասնենք մեքենայի մասը և իրոք կարողացանք հասնել տեղ, շատ դժվար ճանապարհ էր, խոստովանում եմ, բայց հասանք տեղ, տղեկին հասցրեցինք մասը և վաղը մեքենան տղաները արդեն աշխատացնեն ու մեքենան գիշնի ներքև։ Ո՞նց եք։ Ո՞վ տեղը փոխի էլի, փոխի Էնյանի վրա կայ։ Մի քիչ դի հետո ճիշտ ասում, թումբի հետո։ Այս բանի հետո բանը։ Որ բանի մենք մեծ կզած։ Ո՞ր է տեխտելու ստեպա։ Հիմա այս հետ կարող է փոխ պահանի մի անգամից խփել։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Աշխարհասփյուռ հայցուն շանթի եթերում, դիրքերում հաղորդաշարն է։ Այսօր մենք կրկին գտնվում ենք հյուսիս-արևելյան պետական սահմանի լեռնային բարձրադիր վայրերում, որտեղ իրենց հերթապահությունն են անցկացնում մեր Հայոց ազգային գվարդիայից կամավորականները, ազգ բանակ հենց այդ հասկացողությունը արդեն երկար ժամանակ է, որ տղաները, այսպես ասած, կյանքի են կոչել, պահեստազորում լինելով արդեն քաղաքացիական կյանքում շատ ճիշտ է, որպեսզի ժամանակ առ ժամանակ նրանք կան դիրքերը եւ պատրաստվեն, վերհիշեն իրենց ծառայությունը, զենքի հետ շփվեն նորից, կրակային պատրաստություն անցնեն, եթե պետք է, որպեսզի ամեն վայրկյան պատրաստ լինենք, եթե կարիքը լինի, անմիջապես մեկնել առաջնագից եւ պաշտպանել մեր հայրենիքը։ Այսօր ընդհանուր մեր ծրագիրը կլինի հենց կամավորականների եւ մեր ժամկետային զինծառայողների միասին ծառայություն անցկացնելու մասին։ Հանգստանում եք։ Իրենց խոսողնս մնացել։ Այսօր դեն։ Մենք քանի ամիս մնացիք։ Ինչև եք մնացիք։ Արտուր։ Ապրիլի 3-ից մինչև 23-ը ստե, մայիսի 3-ից մինչև մայիսի 16-ը ջբրանի։ Ամիս կես։ Դու? Մետս չկեմ դիզնախած։ Չի հիշում, ես հիշում եմ, որ մի ամիս մենակ բան էի սարքում։ Ինչ-որ դիրք էի սարքում։ Գիտեք ինչու դա հարցը, որ եթե գալիս ես օգնելու տղաներին, բանակին, ապա անպայման չի, որ դու ասենք ձենքը ձերքիդ միայն դիպ պահես և այլն։ Դա, եթե դրա կարիքը կա, դա ես անում, բայց եթե կարիքը կա խրամատ փորելու, եթե կարիքը կա տղաներին մեկ ուրիշ հարցով օգնելու, ապա ցանկացած օգնություն, ցանկացած ծառայություն մատուցել հայրենիքին, բանակին, արդեն ինքը տեղով հենց ազգ բանակ գաղափարի իրականացումն է։ Այսպիսին պիտի լինի ազգ բանակը, ամեն մի հայ տղամարդ պետք է իր կյանքից ինչ-որ մի մասնիկ, բացի իր պարտադիր ժամկետային ծառայությունը, նվիրի հայրենիքի պաշտպանությանը։ Ես այդպես եմ ամենայն դեպս կարծում, մենք ամենայն դեպս այդ սկզբունքով ենք շարժում։ Սա Սիրիայում բանում, ամերիկյան բանում անցել են սրան։ Մենք որ անենք,
Արվերացնում հարական կողքի պատասխանատու կապիտան Սահիբի։ Ոնց է պարոն կապիտան։ Նորմալ ես։ Նորմալ է։ Նորմալ շնորհակալություն։ Տղեկի տրամադրությունը։ Լավ եմ, ես։ Լավ է։ Ահա, ամեց։ Ոնց եք։ Լավ եմ, դուք ոնց եք։ Լավ եք։ Եկան խանգարեցին թե հանգստացողը հանգստանում, հա։ Պարկի տղա ջան։ Ոնց ես։ Չես մրսում ես։ Հա։ Մենք հասանք մեր առաջին դիրքը, որ ճանապարհում որտեղ որ գալիս էինք, երկու դիրք ենք այսօր գնալու, մեր կամավորները այս երկու դիրքում են, խոսենք և տեղի ժամկետային զինծառայողների և սպայական կազմի և իհարկե մեր կամավոր տղաների հետ և այդ ամեն ինչը սիրով կներկայացնենք ձեզ։ Ձեր նման տղերք են այնտեղ կանգնած եղել, դիրքի ավագը հրահանգում է բոլորին անցնել թաքստոցը, ինքը իր բեկայստի հետ միասին կանգնում են ու դիմակայում են 7 հոգանոց այդ հերոսակախմբին, սատկացնում են բառիս բուն իմաստով, իրենց խնդիրը գերազանց կատարում են, իհարկե հարևան դիրքից նույնպես իրենց օգնում են, այն բոլոր այն դիվերսիոն խմբի անդամները, որ փորձում են փախնել կամ թաքնվել, նրանց նույնպես խոցում են և մի երկու օր դրանից հետո դրանց դիակները չեզոք մնացել էին փրված։ Հակառակորդը թշնամին, ես արդեն հակառակորդ չեմ ուզում ասեմ, մնացել են նույն նենք թշնամին։ Ինչ են իրանք անում, իրանք ծնկաչոք խնդրում են, որ թույլ տանք իրենց դիակները հեռացնեն և վերջապես հայկական կողմի բոլոր պայմաններին համաձայնվելուց հետո հայկական կողմը թույլ տվեց, որ գան իրենց դիակները տանեն, դիակները տանելուց հետո, ինչպես հատուկ է նենք ուխտադրուժ մեր թշնամուն, նրանք անմիջապես սկսեցին կրակել հենց այդ դիրքերի վրա, ականներով և նույնիսկ օգտագործեցին սպայք տեսակի հրթիռը, սպայքը չգիտեմ, լսել եք ինչ է, ինքը հեռակառավարվող, օպտիկայով կառավարվող շատ ճշգրիտ իսրայելական զինատեսակ է, որը օգտագործում են զրահամեքենաներ, տանկեր և այլ թանկանոց և պետքական տեխնիկա վերացնելու համար և սպայքով կրակել և չկպնել թիրախին համարյա անհնար է։ Այս ամեն ինչը պատմեցի տղեկ ջան, որ հասկանաք, որ ինչքան էլ հանգիստ եւ այլն հակառակորդը քնած չի։ Հիմա գնանք տղաների հետ դիրքում զրուցենք, դիրքապաների հետ, հենց իրենց դիրքերում, համը տեսնենք ինչպիսին է իրավիճակը դիրքերում այստեղ։ Լույսը Շարքային Աղամեդյանը մարտական հերթապահություն է անցկացնում, այստեղ մենք մի փոքր ձայները կաշխատենք հնարավորինս ցածր խոսել, ոնց է իրավիճակը Աղամեդյան ջան։ Իրավիճակը ներկա պայմանությամբ կայունն է, կրակոցները այդքան շատ չեն լինում, նորմալ է վիճակը։ Նորմալ է վիճակը։ Ընդհանրապես այս հատվածում գիտեմ, որ ամենապատասխանատու հատվածներից մեկն է։ Տղաներից մեր կամավորական տղաներից եկել են ձեր այդ ծառայությունն են անցկացնում։ Այլ կասես, դա ինչ որ բան փոխում է ձեր մոտ, ինչ որ օգուտ քաղում է մեկը մյուսից, ինչ որ ոնց է ձեր հարաբերությունները իրար հետ։ Հետաքրքիր է ինձ, եկել են տղաները, ձեր հետ ծառայում են, ձեր ավագ ընկերներն են, ժամանակին իրենք այստեղ ծառայել են։ Ինչ որ բան իրենցից սովորեցիք այս ընթացքում։ Շատ ուրախ ենք, որ իրանք մեզ են միացել, որովհետև մեզանից շատ ավելի շատ բաներ գիտեն, մեզ էլ շատ դրական, շատ լավ խորհուրդներ են տալիս, մենք էլ ընդունում ենք իրանց խորհուրդները, որտեվ շատ է պետք տվյալ պայմաններում, շատ բարդ տեղանք է, իրանց խորհուրդներն են մեզ շատ օգնում։ Հասկանալի է։ Հարու ջան, այ դու եկել ես արդեն որի-որ անգամ է, որ դու կամավոր գալիս ես եւ դիրք ես պահում եւ աշխատում եք։ Գիտեմ, որ դիրքերից մեկն էլ ապրիլից հետո դուք եք էլի ձեր տղաներով եկել եք, օգնել եք, կառուցել եք։ Այ ինչն է քեզ
դրթում որ գալիս ես ու տղաների հետ ավարտել ես քո ծառայությունը, կարելի ասել քո պարտքը տվել ես, ինչի ես նորից գալիս, ինչի ես շարունակում այստեղ ծառայություն տանել։ Ամենաշատը կապված է տեղանքի հետ, որ ծառայեցինք ստեղ։ Մի տեսակ սիրահարվեցի ու կարծես թե այստեղ էլ ծնվեցի, էլի չգիտեմ, շատ եմ սիրում այս տեղանքը, 5 մատից պես գիտեմ։ Կարծում եմ ամեն մարդ էլ պետք է գնա այնտեղ որտեղ որ ինքը ծառայել է ու այնտեղ կարապիտանի լինի, էլի։ Իհարկե, եթե նենց հաստատվում որ գնում են ուրիշ տեղ են պիտանի լինում, բայց ցանկալի է որ մարդը տարածքին տիրապետի, իմանա մուտքերը, ելքերը, տեղանքում կարողանա կողմնորոշի, կարա հրաման կատարի, կարա ինչ որ մարտական գործողություն ոնց որ պետք է այտենց իրականացնի, էլի։ Ես գիտեմ որ դու ես անգամ եկար, որովհետև լսեցի որ իրավիճակը լարված է, մենք հավաքվեցինք, որոշեցինք որ պետք է չսպասենք որ այնպես ասում են բանը բանից անցնի, խորհրդակցեցինք որ ժամանակից շուտ գանք հասնենք, հիմա լարվածությունը ինչ որտեղ ոնց որ պակասել է։ Դու ինչ ես կարծում, շարունակելու ես այստեղ մնալ, գիտեմ որ աշխատանք էլ ունեք, ոնց է ձեր աշխատանքը համատեղում ես այս ծառայության հետ, խնդիրներ չես ունենում։ Չէ, խնդիրներ չկա, եթե մարդը ցանկություն ունի, ինքը այսպես ասած հայրենիքին ծառայելու մի քիչ բարձրագործ խոսքեր են, բայց փաստ է էլի դա։ Եթե խոսում ենք հայրենասիրությունից, ամենաառաջինը պետք է մենք դա խրամատում դրսևորենք, այն որ ասում են թիկունքում կանենք, չգիտեմ, սենց, իհարկե մեծամասնությունը մտածում է որ թիկունքում ինքը կանի, բայց իրականում պետք է որ տղամարդը գա խրամատ։ Մեր հայոց պատմության մեջ էլ միշտ էլ տենց է եղել։ Տղամարդը եղել է կռվող, տղամարդը գնացել է խրամատ ու հայրենասիրությունը հենց դրսևորվել է խրամատում։ Ամեն մարդ չի որ հնարավորություն ունի խրամատներ գար եւ ծառայությունը հասկացնի խրամատում հայրենիքին օգտակար լինելու համար ոչ միայն խրամատում կարող ես օգտակար լինել, նույնիսկ դրսում հերու այլ երկրներում ապրող այսօր մեր հայրենակիցները կարողանում են ինչ որ ձևով օգտակար լինել բանակին։ Կան գիտնականներ, որ էլի մեծ գործ են անում, կան եսիմ քաղաքական գործիչներ, որ ամեն մեկը իր դիրքում, իր պոստում, իր գործը անում է։ Տղա ջան, բարև։ Ո՞նց ես։ Մերսի դուք լավն եք։ Ազգանդ ոնց ինչպես։ Ղազարյան, Շարքայի Ղազարյան։ Ո՞նց է Շարքային ջան։ Մերսի, շատ լավ։ Որքան ժամանակ է ծառայում ես Ղազարյան ջան։ Տարի ու կես։ Տարի ու կես, արդեն, հա։ Այսինքն ամռանը տուն ես գնում։ Չէ, ձմեռը։ Ձմեռը, հա, Դեռ մոտ հասկանալի։ մի 10 ամիս ունեմ։ Հա, հասկանալի է արդեն։ 14 ամիս է էլի ծառայում ես։ Ո՞նց անցավ ծառայությունը, գոհ։ Ճիշտ է, փորձություններ եղավ, բայց դե սաղ դժվարություններ դա տղու համար է, զինվորի համար է։ Հա։ Պետք է անենք։ Պետք է անեք։ Այո։ Սովորես այս պայմանների անտառ, սարեր, Չէ, ճիշտն ասած չէ, չէ։ բայց սովորեցինք։ Սովորեցիր։ Սովորեցինք ու անում ենք, ու պետք է անենք։ Ու քեզ լիքը բան տվեց, չէ։ Այո, իհարկե։ Այո։ Ոնց է իրավիճակը ստեղ, նորմալ է, խաղաղ է։ Իրավիճակը հա նորմալ է, ճիշտ է, կրակոցներ եւ այլն լնում է, բայց ընդհանուր առմամբ նորմալ է դրությունը, հա։ Վերջերս հրետանի աշխատել է այս ուղությամբ։ Հա։ Հա։ Աշխատել է հրետանը։ Այսինքն էլի սանձարցակ խախտում են էլի։ Ամեն օր էլ խախտում են փաստորեն։ Հա, ամեն օր չէ, բայց գրեթե ամեն օր աշխատում են։ Հա, գրեթե ամեն օր աշխատում են։ Եղանակները վաղուց են, այս մառախուղի ժամանակ գիտես չէ, որ կրկնակի զգոն պետքա լինեք, հա, որովհետև ինչի վրա է սա հիմնվում, բացի տեխնիկական միջոցներից խոսացել ենք։ Այո, որ դու կանգնած ես դիրքում, գիտես ամենակարևոր զենքը որն է։ ամենակարևոր զենքը դա քո լսողությունն է։ Լսողությունն է, ճիշտ է։ Այո։ Բայց այս անտառներում կենդանիներ եւ այլն, Դե հա, բան չասեցի, բայց դե այսինքն հիմնական տարբերակում եք ինչն է, որն է կենդանին, հա, ձայները։ հիմնական քո զենքը դա քո լսողությունն է։ Այս պայմաններում իհարկե։ Եվ իհարկե կարգապահությունը, որ ամեն ինչը ոնց է ռանգավորված, հա, ցավոտանեմ։ Դե քեզ բարի ծառայություն չեմ ուզում շատ, հա։ Ուզում եի հարցնել, դու տղաներին տեսել ես կամավորներին, որ այստեղ ձեր հետ են։ Ոնց է, քեզ դուր գալիս է որ նման։ Իհարկե դուր է գալիս։ Մենք իրանցից դեռ ունենք սովորելու ու սովորում ենք։ Հա։ Մենք հարութին էլի ճանաչել ենք կամարավորականներից մեկին։ Հա։ Շատ լավ մարդիկ են։ Շատ լավ մարդիկ են, հա։ Լավ, իսկ այ որ ասում են դուխ է տալիս։ Իրոք դուխ տալիս է որ Իհարկե դուխ է տալի։ Հա։
իրենց նման տղերքը մեր մոտ որ կան, իհարկե դա պարզավոր դուխ է տալիս։ Հա, ցավտանը։ Շնորհակալ եմ քեզից, բարի ծառայություն, Մերսի։ ամփոփցա։ Մերսի շատ։ Գիշերով անտառում պետք է չափազանց զգույշ լինել, մանավանդ նման մառախլապատ եղանակին, որովհետև հակառակորդը կարող է օգտվել մառախուղի այս խտությունից եւ նոպ մոտենալ, դրա համար պետք է աշխատել հնարավորինս զգույշ լինել եւ ընդհանրապես միայն անհրաժեշտ դեպքում կատարել շարժ։ Բարդես։ Մենք բարեհաջող հասանք մեր հաջորդ դիրքը, կարելի ասել մի փոքր փորձություն էր մեր համար, որպեսզի վերհիշենք մեր ծառայությունը, թե գիշերը ինչպես կարելի է տեղաշարժվել անվտանգ։ Հիմա զրուցենք արդեն այս դիրքի ծառայողների հետ, այստեղ նույնպես ունենք կամավորական տղաներ ծառայության, նրանց հետ էլ մի փոքր կշփվենք, ծանոթանանք մնացած զինվորների հետ, մի խոսքով անցնենք առաջ, տեսնենք տղաները ինչով են զբաղված եւ ինչպես է իրավիճակը այստեղ։ Ճանապարհին մի կրակոց ընդամենը հնչեց, անկանոն կրակոց էր, չիմացանք թե որ կողմից էր, բայց ընդամենը մի կրակոց։ Չգիտեմ մեր բախտը բերում է թե ուղղակի զուգադիպություն է, ամեն անգամ դիրքերը գնալուց ինչ որ մեկի ծնունդն է լինում, այսօր ավելի արտասովոր ծնունդ է, որտեղ գիշերով հասանք դիրքերը, պարզվեց որ մեր Սեթրակյան գորի ծնունդն է այսօր եւ տեսանք շատ օրիգինալ, ուրեմն թխվածք է ծնողներից հասել տեղ, հենց այսօր հասավ, հա, նոր մի քանի րոպե առաջ հասավ թխվածքը տեղ, մենք հիմա տղաներով բոլորով միասին կնշենք գորի ծնունդը, շնորհավոր Գոր ջան, արի քեզ կողորքո առաջի ծնունդը դա այստեղ։ Հա։ Առաջի ծնունդն է անցկացնում դիրքերում, մարտական հերթապահության, այս ծնունդը ինձ թվում է Գորը ամբողջ կյանքը կհիշի, հա։ Ոնց է, գոհ ես։ Շատ։ Լավ ծնունդ է ստացվում։ Շատ։ Ինչ ունես ասելու։ Այսօր դու կարաս ծնողների հետ ինչ ուզում ես ասես։ Հիմա պատկերացու այստեղ նստած ենք քո հետ։ Մամ ջան, պապ ջան, շատ գոհ եմ, շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Ես որ ինձ դուք կողս չեք, բայց հոգով իմ կողն եք, էլի։ Շատ շնորհակալ եմ ձեզի ամեն ինչի համար։ Մամ ջան, պապ ջան, շատ լավ է, մենք հեսա տորտը կփորձենք, ուտենք, լավ հաց կուտենք իրար հետ։ Տրամադրությունը բարձր է։ Շատ։ Գորը ինձ թվում է ամբողջ կյանքը հիշելու է այս ծնունդը։ Հիմա տղաների հետ վայելենք Գորի եւ թխվածքը եւ ուտելիքը այստեղ Կարքին ծնունդ ենք անելու չմտածեք։ Մենա հանդե պանիրը, կարբասը բանը այսօր մտվեք տղեկ։ Խորոված չկա։ Խեցոտու։ Հաց կեր է, Առաջ։ Շնորհակալություն հայտնենք։ Հիշնիկն էլ երկրորդ դերասանը, երկրորդ ֆոն։ Կես գիշերն անց է, շատ մոտ պայթուն լսվեց, մի պայթուն էր ընդամենը, բայց քանի որ մոտիկե տղաները անմիջապես անցան պաշտպանության, հիմա բոլորը իրանց տեղերում են, ստուգում են ինչ է կատարվել, սպասենք, տեսնենք հետագա զարգացումները ինչ է լինում, հնարավորության դեպքում ձեզ տեղակայենք, առայժմ այսքան։
Արեք, ընտիր։ Ես դեմի հատվածը ուշադիր նայք, այս դեմի հատվածը։ Գիշերվա պայթունին հետևեց մի քանի կրակոցներ, ըստ երևույթին դիպուկը արի, իսիգա զենքի ձայնին էր նման։ Կրակոցները նույնիսկ մի հատը տրասիրուշի են ասում հայերեն, չգիտեմ ոնց է, լուսարցակող էր, մոտավորապես տեսանք որտեղից է կրակոցը գալիս։ Հիմա տղաները բոլորը դիրքավորված, որոշ ժամանակ հսկողությունը կրկնապատկվել է, բոլորը զբաղված են իրենց գործով, մինչև տեսնենք ինչ է լինում։ Ինչ կա սա։ Նորմալ է։ Մաքուր էր, ստուգեցեք լեր։ Հա։ Նկարում ես դա։ Զգոնությունը բարձրացրեցին տղաները, գիշերային տեսանելիության եւ ջերմատեսիլ սարքերը բոլորը ամբողջ տարածքը ստուգեցին։ Առայժմ շարժ չի նկատվում, կրակոցներն էլ դադարեցին։ Անցնում ենք նորմալ ռեժիմի, տղաները շարունակում են հերթապահությունը։ Գիշերը դրա առջևում եք տեսնենք։ Սերժանտ Հովհաննիսյանը մեր կամավոր Արթուր Գրիգորյանի հետ անցկացնում են մարտական հերթապահությունը։ Սերժանտ ջան, ուզում եմ, որ դու քո դիրքի տղաների մասին մի փոքր պատմես, ոնց են, գիտեմ, որ այս դիրքում դուք նոր եք, հա։ Հա, այս դիրքում մենք նոր ենք։ Հա։ Հարմարվել եք արդեն, տեղանքին լավ ծանոթացել եք։ Հա, ամեն ինչին արդեն ծանոթացել ենք, սա ոնց որ պետքա տենց էլ ծառայությունը տանում ենք։ Տենց էլ ծառայությունը տանում եք։ Այ այսօր մեր հաղորդման թեման մեր կամավոր ձեր ավագ եղբայրների եւ ձեր համատեղ ծառայությունն է, որ եկել են այստեղ տղաները ձեր հետ ծառայություն են անցկացնում։ Ինչ է դա ձեզ տալիս, ձեզ դուր է գալի, դուր չի գալիս, կա որևէ բան, որ դուք եք նրանցից սովորում, իրենք են ձեզանից սովորում, ոնց է, ուզում եմ դուք քանի օր է արդեն իրար հետ ծառայություն եք անցկացնում, ձեզ պետք է որտեղ եք եկել են։ Հա, որ ճիշտ ասեմ, օբշուս մենք նրանցից ճիշտ է, շատ բան սովորանք, ինչ որ բաներ կա, որ մենք սովորանք։ Ահա։ Դա մեզի շատ օգուտ կտա հետո հետագայում հետագա ծառայության համար մեզի շատ օգուտ կտա այդ իրանց ստեղի այցելումը։ Այսինքն մի խոսքով ձեզ չեն խանգարում, ոչ Չէ, մեզի չեն խանգարում, մենք շատ շնորհակալ ենք, գոհ ենք, որ իրանք ստեղ են, մեր հետ են։ Չէ, մենք ենք շնորհակալ իհարկե, որ դուք 24 ժամ այստեղ կանգնած ձեր ծառայություն եք տանում։ Արթուր ջան, ուզում եմ մի քանի խոսքով դու ներկայացնես, այ ինչի ես գիտեմ ապրիլի հենց առաջի օրից դու եղել ես դիրքերում, մոտավորապես 2 ամիս մնացել ես դիրքերում եւ հիմա էլ մի փոքր լսեցիր, որ լարվածություն կա, անմիջապես կրկին եկել ես քո կրտսեր եղբայրների կողքը։ Այ ինչն է քեզ դրդում, որ այդպես աշխատանքդ ամեն ինչը տունը տեղդ երեխաները թողում ես, գալիս ես մեր կրտսեր ընկերների կողքը։ Դե լսելով լարվածության մասին ճիշտն ասած չի լինում տունը նստել սպասել թե հետագան ինչ կլինի։ Ասենք չեմ կարա ես նստեմ ու սպասեմ, ճիշտը ստեղ լինելն է, ազգը պիտի միշտ բանակի կողքին լինի, միահամուռ պիտի կազմակերպվի մեր պաշտպանությունը հայրենիքի, միշտ պիտի սերտ կապի մեջ լինի, բանակը ու ազգաբնակչությունը պիտի շուշուտ այցելեն, դա մեզի շատ պետք է, որ չմոռանանք մեր գիտելիքները։ Այսինքն դուք էլ եք ստեղ ինչ-որ բան սովորում։ Անպայման սովորում ենք, վեր ենք հիշում ու միշտ պատրաստ ենք լինում, որ ինչ էլ լինի, կարողանանք նորմալ ապահովենք, պաշտպանենք։
Շարքային Մարգարյանը, Շարքային Իսպիրյանը մեր կամավորներից Վահագնի հետ մարտական հերթապահություն են անցկացնում, մենք զրուցենք մի փոքր նրանց հետ։ Մարգարյան ջան, ինչքան ժամանակ է ծառայում ես։ Մի տարի։ Իսկ դու Իսպիրյան ջան։ Տարեկեսից ավել։ Տարեկեսից ավել։ Հա, ամրանատուն ես գնում արդեն։ Հա։ Ո՞նց է ծառայությունը, գոհ եք։ Շատ։ Ինչ որ բան ձեզ տվեց ծառայությունը։ Շատ մեծ բան տվեց։ Օրինակ քեզ ինչ տվեց մարդը։ Հարուստ կենսական փորձ, Հա։ ու դժվար պայմանների սովորելու հատկություններ։ Հա։ Իսկ քեզ Իսպիրյան։ Նույնը ու ավելի կյանքին ուղիղ նայելու էլի։ Ավելի ուրիշ ձև ես նայում կյանքի հասցրումը։ Այսինքն մեծացակ էլի կարելի ասել, տղամարդ դարձակ։ Այդ Վագնի նման տղաները, որ եկել են ձեր հետ այստեղ ծառայություն հասկացնում, դա ձեզ դուր է գալիս, ասենք։ Թե խանգարում են, ճիշտ ասեք մենակ։ Չէ, մեզի շատ են օգնում իրանք։ Իրանց փորձը մեր փորձի հետ համատեղելով ավելի կատարելագործում մեր փորձը։ Ինչ որ բանով հետաքրացել է ծառայությունը, որ այդ տղեկը գալիս են շփվում են, ոնց որ ասած նոր դեմքեր են ձեր։ Իրենք ունեն պատմելու բան, հա։ Հա, շատ։ Վագն, դու շատ վաղուց էիր ուզում գայր, ասում էիր, որ բավականին երկար ժամանակ է, որ չես եղել դիրքերում ու ուզում էիր վերհիշել քո ծառայությունը։ Ոնց ես զգում, այ հիմա որ եկել ես ու կանացես տղերքի հետ, տղերքի կողք։ Զգում եմ հիանալի, ավելի լավ քան քաղաքում, քաղաքացիական կյանքում իհարկե։ Հա։ Ինչ որ բան կար, որ վերհիշեցիր, սովորեցիր, պետք է որ երկար ժամանակ, ինչքան ժամանակ է որ ծառայել ես դու։ Ծառայել եմ 94 թվականին հայոց բանակի երկրորդ զորահավաքի ժամանակ։ Հա։ Արդեն բավականին երկար տարի։ Այսինքն պետք էր գալ քեզ, ինչ որ բան։ Իհարկե պետք էր ու տղաներին փորձում ենք բացատրել, որ սա ուղղակի շատ նորմալ բան է, առանց փիլիսոփայություն է, հերոսություն է, ամեն ինչը որ դնենք մի կողմ, շատ հասարակ բան է, որ դու քո երկիրը պիտի պաշտպանես ու վերջ այդքան բան առանց բարդ ինչ որ։ Այ Մաքարյան, ինչի մասին եք խոսում, տղերքի հետ ինչի մասին եք խոսում, տարիքային մեծ տարբերություն կա։ Բաներ կա, որ կիսում եք, խոսում եք, զրուցում եք։ Հա, հերթապահության ժամանակ գիտեմ, որ չեք խոսում, բայց ներքևը որ հանգստանում եք։ Հա, Վահագի հետ կոնկրետ գիտություններից ենք խոսում։ Հա։ Իսկ Հարութի հետ, Հարութը դե ժամանակին այստեղ է եղել։ Հա։ Իր հարուստ կենսական փորձով, փորձը կիսելով, իր ժամանակի պատմություններով, հարստացնում է մեր ծառայությունը, ավելի հետաքրքրացնում, ավելի հեշտացնում։ Ավելի հեշտացնում։ Դու ես կիսում հետներ Իսպիրյան։ Հա, շատ։ Ամենաշատը ճիշտ է, Հարութի հետ եմ մոտիկացել։ Հա։ Շատ եմ մտերմացել իր հետ, էլի։ Շատ ես մտերմացել, հա։ Հարութը այստեղ բավականին լավ պատմություն ունի ծառայության ժամանակ, մինչև հիմա բոլոր հրամանատարներն էլ ովքեր իրեն ճանաչում են, խոսում են, շատ բարձր գնահատական են տալիս նրան։ Վահագ ջան, ասում եմ, ինչ որ տղաներից մեկի հետ մոլեկուլար ֆիզիկայից եք, հա, խոսում։ Հա, մի շատ տաղանդավոր երիտասարդ կա, սովորում է Հերացու անվան համալսարանում։ Հա։ Մոլեկուլար ֆիզիկայից, ատոմային ֆիզիկայից, կվանտային ֆիզիկայից, ամեն ինչից գլուխ է անում, շատ զարմանալի է ինձ համար, որտեղ այս տարիքում այդքան գիտելիքների պաշարը իրոք շատ գովելի է։ Մի խոսքով հետաքրքիր եք հասկացնում էլի ժամանակը։ Լավ, մի քիչ խոսակ իրադությունից, այս քո այստեղ եղած ժամանակ Վահագ, ինչ որ հրադադարի ռեժիմի խախտումներ, կրակոցներ, բաներ, ոնց է իրավիճակը ընդհանուր։ Դե հրադադարի ռեժիմը իրանք միշտ բարբերաբար խախտում են։ Հա։ Դա իրանք շատ բնորոշ է, բայց դա նորմալ է։ Դա նորմալ է։ Հա, պատասխանատու են։ Շատ լավ է։ Իսկ ձեր ծառայության ընթացքում այստեղ հրետակոծություններ եւ այլն նույնպես եղել է։ Շատ։ Շատ։ Շատ է եղել։ Հա։ Ճիշտ է, մենք չենք վախեցել դրանից։ Իհարկե չեք վախեցել, հայք ոնց կվախենաք։ Վախ չունենք արդեն ընդհանրապես։ Շատ լավ է, շատ լավ։ Ապրեք տղաներ ջան։ Դե ձեզ շատ չզբաղացնենք, շատ չխանգարենք, գիշերային ծառայությունը պետք է զգոն լինեք, առանց էդ էլ շատ դες երևի այստեղ վերջի անգամ գիշերով այսքան շատ խոսացած չկային։ Կներեք, շնորհակալություն, բարի ծառայություն, անփորձանք տղաներ ջան։ Շնորհակալություն։ Մարգարյանը Վահագի բացատրած տղան է, որ ասես գիտելիքները շատ հարուստ է, ում հետ որ տարբեր գիտություններից են խոսում։ Ասես հերացի մեզ սովորում, հա։ Հա, հերացի եմ սովորում։ Բժիշկ ես դառնան։ Ապագայում հուսով ենք։ Ապագայում հուսով ես։ Ծառայությունը չի խանգարում քո ուսումանը, որ ծառայությունն էլ տղամարդու կյանքում իր տեղն ունի, ես տենց եմ գտնում ու կարևոր է։
Ես կարծում եմ բժիշկ դառնալու համար շատ ավելի կարևոր է, որտեղ ասած ոչ անի իհարկե որ պետք լինի, բայց լսեցի օրինակ որ տղաներից մեկը վատ ազգացել երեք ու ձեր ուժերով ստեղ իրեն բուժել եք, սրսկել եք, հա։ Անպայման։ Ինչը որ մեզանից հասանելի է, հնարավորություն ունենք, անպայման օգնում ենք։ Ժամանակը ոնց է անցնում։ Կարդում ես գոնե, շարունակում ես ինչ որ բաներով զբաղվել։ Չէ, ճիշտն ասած չի ստացվում։ Հիմնականում ծառայության մեջ ենք։ Քանի որ ստեղ մարտական հերթապահությունը կարևոր է։ Ուրիշ բաներով չենք շահվում, բայց երբ որ մարդիկ են լինում, որ տեղեկացված են, շատ հաճելի է զրույցի բռնվելը, խոսել այդ թեմաներով, այդ ասպարեզից հաճելի է։ Ուրախ էր որ տղաները եկան ձեր այդ ժամանակ անցկացրեցին։ Շատ 3 օր արդեն ու մի օրվա պես էլ լաժը չի անցել, մի ժամվա պես երևի։ Հետաքրքիր է անցել։ Շատ։ Դե լավ, հետ վերադառնանք կացարան, այնտեղ տեսանք որ արդեն գորի ծնունդներ մեր, գորին այսօր մենք փորձում ենք հրամատարության թույլտվությամբ մեր տղաները իհարկե բավականին այստեղ կան, որպեսզի փոխարինեն նրան հանգստանք, մի քիչ զրուցենք գորի հետ եւ դրանով ավարտենք այսօրվա մեր հաղորդումը։ Ժամից փակել է։ Եվս երկու հիասքանչ օր անցկացրեցինք մեր տղաների հետ դիրքերում։ Այս հիասքանչ դրախտավայրում, բառից բուն իմաստով դրախտավայր։ Անտառային այս առավոտը, անտառային այդ ձայներով ուղղակի մարդու խենթացնում է։ Շնորհակալություն, կհանդիպենք եկող շաբաթ նույն ժամին Շանթի եթերում։ Իզես կթողեմ մի քանի վայրկյան վայելեք այս առավոտը։